Ես քեզ սիրում եմ, բառեր, որոնք կարող են մի ամբողջ կյանք փոխել, բառեր, որոնք կարող են հույս և սեր տալ մարդուն, բայց միշտ չէ, որ այդ բառերը մենք տեղին օգտագործելով մարդուն ոգեշնչում ենք և տանում առաջ, հաճախ կրկնեք, ես քեզ սիրում եմ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ տաղանդավոր դերասան Արծրուն Հարությունյանին, ով հենց հիմա միանում է ինձ։ Արծրուն ջան, համեցեք, բարի գալուստ, շատ ուրախ եմ իմ լավ ընկեր, որ առիթ ունենք այսօր միասին զրուցելու։ Ես երկար էի սպասել այսօրվան։ Խնդրեմ, համեցեք։ Եվ կարծում եմ, որ շատ սիրուն զրույց ենք ունենալու։ Ես ամբողջովին համաձայն եմ։ Արծրուն, այսօր մենք ամեն բան կսկսենք սկզբից, ձեր ծննդյան պահից սկսած ու կհասնենք այսօր։ Որտեղ եք ծնվել եւ ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ այն ժամանակ Աշտարակի շրջան, գյուղ Սասունիկ։ Ծնողներս գյումրեցի ռաշպար գյուղացի մարդիկ էին, որոնք Գյումրիից եկել էին այդտեղ, այն ժամանակ Սովետ միության ժամանակ տուն աշխատանք տվել են, մարդիկ էլ աշխատել ու ստեղծել են ընտանիք, այսինքն այնտեղ Սովետ միության ժամանակ մի քիչ ավելի համակարգված էր, որ ամեն ինչը պիտի տունը տալիս էին, աշխատանքը տալիս էին, ապրի, ստեղծի, արարի։ Ու իմ մանկության այդ հուշերի մեջ, որ ասեցիք, հիշեցի, Սասունի գյուղ այնքան հետաքրքիր բան ուներ, Արայիկ տարար ընդեղ հետաքրքիր։ Ուրեմն Սասունի գյուղը գտնվում է 3 քաղաքների կենտրոնում է։ Երևանի, Աշտարակի եւ Էջմիածինի։ Այս 3 քաղաքների կենտրոնում գտնվում է Սասունի գյուղը։ Մենք բոլորից sense ամբողջական կապի մեջ էինք։ Ժամանակ առ ժամանակ գնում եմ այնտեղ այդ գյուղում ինձ համար շատ, մեր գյուղում ինձ համար շատ սրբավայր իմ ծնողների գերեզմաններն են այնտեղ, որ ժամանակ առ ժամանակ, բայց զբաղվածության պատճառով շատ ցավոք սրտի չեմ կարողանում իմ մանկության ընկերներին հանդիպել։ Մինչև քանի տարեկան եք այդ գյուղում ապրել։ Ես 17 տարեկան, այսինքն դպրոցը ավարտելուց հետո լավ էի սովորում դպրոցում միջալուց, ասեմ, շատ լավ էի սովորում, հա, ընկերներից մեկը խորհուրդ տվեց, ասեց բեր տուր պոլիտեխնիկական ինստիտուտ, մտել եմ քննության ու միանգամից նայեցի այդ վարժությունները շատ արագ հետաքրքիր նայեցի, ասի չէ, սա քոնը չի։ Վերջում ինչ-որ արագ բաները, պատասխանները գրեցի, փակեցի, դուրս եկա, 15 րոպե քննությունը տվել եմ, մարդիկ 2 ժամ էին այն ժամանակ քննության ստում, ու դուրս եկա, բնական է։ Հետո որ գործերս վերցրեցի, արդեն ուշացել էի ուրիշ տեղ տալու ինստիտուտ, բանը թատերական կամ բան, 3-րդ մասում Թամանցիների փողոցի վրա այն ժամանակ կինոտեխնիկում կար։ Այնտեղից գործերս որ վերցրեցի, բնականաբար տարա, որպեսզի անգործ պարապ չմնամ, բերեցի տվեցի կինոտեխնիկում ու առանց քննության ընդունվեցի։ Ու սովորեցի։ Մենք այն սերունդ ընկանք, որ ինքը բաներ վատ տարիներ ընկան, մենք ես չեմ հիշում այն իմ պատանեկության sense երբեք այդ վիսիոլի գեղեցիկ օրերը չի։ Մենք հացի խնդիր ունեինք լուծելու, այդ փող առնելու, նանանդ երբ որ բանը արդեն սովետական ռուբլին փոխվեց հայկական դրամի ամբողջը կոպիտ ասած ջուր դարձավ, ու մենք ստեղ սկսեցինք արդեն հացի խնդիր լուծելու, որ սոված չմնա։ Իսկ այդ տարիներին շատ են եղել դժվարություններ ընտանիքում։ Հենց նշեցիք հացի խնդիր, ինչպես եք վաստակում ձեր հացը, ով էր տան աշխատող ձեռքը։ Նայեք, ես քանի որ սովորում էի քաղաքում, այդ տարիներին մի շատ հիմա արդեն երջանկայի շատակ ընկեր ունեմ, ես իրանց տանն էի մնում։ Մենք այդ ժամանակ, չգիտեմ որտեղից $100 փող էինք հայթայթել, ու այդ $100 փողով մենք շուկայում դոլարը առք ու վաճառք էինք անում, որ կարողանանք այդ
300 դրամը մնար, փոխամնակում էինք, այն ժամանակ կար ինչ է շուկայում։ Ու մեր ամենաշատ առած փողը այն ժամանակ 500 դրամն էր օրվա մեջ, որից տալիս ենք 200 դրամ ձուկ էինք առնում, 100 դրամ տալիս էինք հաց էինք առնում, ու մեկ էլ երևի մի կես կիլո կարտոշկա կամ բան կողքից եթե ինչ-որ պանիր ու վերջ սրանով, բայց մենք աշխատում էինք, արայիկ, աշխատում էինք, որ բայց ցավ կար։ Հիմա եմ հասկանում ինչ դժվար էր։ Այո, դժվարություններ, որոնք դուք հաղթահարել եք ամբողջ ընտանիքով եւ հստակ քայլերով գնացել եք առաջ, ամեն մեկը ձեր առաջ դնելով հստակ նպատակ։ Ու փառք Աստծո, այսօր դուք ձեր նպատակների իրականացման ճանապարհով հստակ քայլում եք առաջ։ Արդյոք երբ որ կարոտում եք ձեր մանկությունը, չեք գնում այդ գյուղ մանկությունը շոշափելու համար։ Հայրական գյուղս ներքևի գյուղն է, վերևի գյուղը Մուսալյան ու Ջրառատ մայրական գյուղը գնացի ես այդ շատ էի կարոտել, գիտես, ամենը երևի մի 7 տարի չէի գնացել։ Ու խնդրեցի այնտեղ մեծ հորեղբորս տղային ասեցի կարան գնանք պապի տունը տեսնենք։ Որտեղ որ հորեղբերս ապրել, դա պապենականի չի։ Երբ որ գնացի, տեսա ամբողջ այդ բանը տարածքը տուն չկար, հիմք չկար, մի հատ հետևի պատ կար, իմ մանկության մեջ նաև այդ գյուղի այդ պատը, հետևի մի հատ պատը կար, որը չէր քանդվել, փառք Աստծո գոնե ես այդ մի պատով հիշեցի շատ աղոտ, այդ պատի մեջ այսպես մի փոքրիկ փոս կար, որտեղ ես հիշում եմ, որ հայրական տատս այնտեղ սրբապատկերներ դրած ու աղոթում էր, այդ դա մնացել էր։ Ես ափսոսացի, որ ես ինձ հետ մոմ չունեի, որ ես այնտեղ մոմ վառեի։ Բայց ես քարերը ձեռք տվեցի, շոշափեցի, զգացի, սիրտս լցվել էր ճիշտն ասած։ Ու հետո ես ավելի հեռվից եկա, իսկ Սասունիկը այո, մանկության, բայց ես Սասունիկում ապրելով ամեն ամառային արձակուրդ բարձանում էի այնտեղ հայրական ու մայրական այդ գյուղերը, որտեղ Գյումրիում բանը Ախուրյանի շրջաներ այն ժամանակ ու ես այնտեղ սկսած հովիվ էի գնում էի գառներ էի տանում արած ասում եմ ես այդ ամբողջ 3 ամիս աշխատում էի որ փորձում էի ինչ-որ բանով աջակցել իմ ծնողներին որ իմ համար շոուր բան ես ինքս էի առնում այդ գումարով որ տարիքում էր դա 13-14 տարեկան էի Գիտեք ինչն է գովելի, որ ամեն բան արել եք, որ ձեր ընտանիքին օգնեք, որ ձեր հոգսերը նաև դուք ձեր վաստակած գումարով հոգաք։ Արայք վրանցին օգնեք։ Ես կյանքում բանը փորձել եմ այդ նույնիսկ այդ տարիքում ծնողներիցս փող չվերցնել, ես անկեղծ եմ ասում, որ մաման շատ էր պատմում այդ մասին։ Մենք Հայաթում մի փոքրիկ բալենի ունեինք ու ես ամբողջ օրը սպասում էի, թե այդ բալը երբ պիտի կարմելի, որ ես այդ բալը վաճառեմ։ Ես այդ ժամանակ մի 5 հատը, 6 հատը, 3 կոպեկով, 5 կոպեկով, 2 կոպեկով հատը, մի կոպեկով ծախում էի։ Ու ես ինձ համար արդեն պաղպաղակի փող էի անում, բան էի անում, որ չվերցնեմ իրանցից։ Փառք Աստծո, սկսեց այդ ամեն ինչը դրանից էլի։ Ու գիտեք որն էր բանը այդ հիմքը որտեղից է գալիս ես այդ ժամանակ երբ որ նայում եի որ իմ ծնողները առավոտը գնում են երեկոյան գալիս էին ինչքան տանջված իրանք խաղաղագործության բանի հետ աշխատում էին հողի հետ կռիվ տալով բանով այդ իրանց հոգնածությունը ես կյանքում ինչև հիմա անկեղծ եմ ասում երբ որ մաման գալիս էր տուն ես գրկում էի այդ քրտնքի հոտը, որ իրանք մտնում էին տուն, այդ հոգնած, այդ տանջված, մինչև հիմա ես հիշում եմ։ Ու ես ոնց կարող եմ մոռանալ, որ այդ տանջանքով բանով, առավել ևս մեզ այնքան ազատ են թողել մեր ծնողները մեզ երբեք չի եղել ասի, այ դու սա արա, դու նա արա, դու նա արա, արի ստեղ սա արա, սա արա։ Չգիտեմ, երևի դրանից էր, որ մենք դարձանք ինքնուրույն ավելի։ Մեզ չստիպեցին անենք այն, ինչ որ իրանք էին ուզում։ Այդ դրանից էր երևի, չգիտեմ, այնքան ասեմ, որ տենց ինստիտուտներ ավարտած չէին, բանը,
բայց այնքան հոգով, այնքան սրտով բանը շատ ճիշտ էին դաստիարակում։ Այ մենք հիմա ես չեմ հասկանում, հիմա մենք չենք կարողանում։ Իրանք այնքան բան, իրանք հերս նայում էր իմ աչքերին, ես արդեն հասկանում եմ ինչ է ուզում։ Գիտեք ինչից է դա, հողին եւ բնությանը մոտ լինելուց։ Բրավո, լրիվ ամբողջովին։ Որտեւ այդ էներգիան նրանք արդեն հողից ստացել են։ Այդ երևի այդ գրկելուց էլ մեզ էին տալիս, այդ ջերմությունը։ Այ հիմա ես ուզում եմ այդ առեղծվածը հասկանամ, բա մենք ինչի չենք կարողանում։ Հետո եմ հասկանում, որ մենք ներողություն արտահայտությանս ասֆալտի վրա ապրելով չենք կարող այդ էներգիան հողից ստանալ։ Ճիշտ է։ Տարիներ անց կորցնում եք ձեր ծնողներին։ Ու այդ բացը մնում է այդպես էլ երբեք չփակվող ու չլրացվող։ Ինչ է կատարվում այդ ամենից հետո մեր կյանքում, ինչ փոթորիկներ են մտնում մեր կյանք։ Հորս մահը շատ ակնթարթային եղավ, չհասցրեցինք ոչ ոքս նույնիսկ մի բաժակ ջուր տալ։ Անկեղծ սենց էր, որտեվ երբ որ մաման սկզբից հիվանդացավ, բան բոլորից ուշադրությունը մաման էր, հայրս ոտի վրա բան, բայց ինքը միշտ ասում էր, մորս ասում էր, Ռեմա, չեղնում չիմանամ զնիչ շուտ էր տոս, ես առանց քեզ չեմ կրնա։ Նենց ստացվեց 15 րոպեում հերս որոշեց ու գնաց, չհասցրեցինք։ Ինչն էր խնդիրը։ Սիրտը, բայց ինքը երբեք չի բողոքի, երբեք չի ասել, ոչ ման հա մինչև շտապօգնությունը եկավ, հասցրեցինք արդեն վերջ։ Ինքը ամեն ինչ անում էր, մի բան որ անում էր, ասում էր, մորս ասում էր, մա երեխեքի նեղություն մի տուր, երեխեքի հետ բան մեր ամիսա, չէր ուզում մեզ, նանանդ արդեն իսկ զբաղված էինք, արդեն իսկ մի քիչ, բայց հորս մահից հետո, այն որ ասում եմ, մեջքս կոտրվեց, 7 տարի հետո, 7 տարի հորս մահից հետո մայրս ապրեց ու մեր մոր մահից հետո ես որփացանք բոլորս, այստեղ աշխարհը ամբողջովին աչքիդ փոխվում է, գույները, երանգները, մարդկային հարաբերությունները, տրամադրությունը, մտածելակերպը, արդեն սկսում ես ուրիշ ձևի նայել աշխարհին, երբ որ դու քո ծնողներն են, բայց որփանալուց հետո, սրանից երևի մի քանի տարի առաջ ես սկսում այդ որփանոցում երեխեքը, որ տենց մենք ավելի ուշ ենք հասկանում իրանց, թե ինչ են իրանք ապրում։ Դու մեծ ես, հասկանում ես, կարողանում ես քեզ իրանց համար դա արդեն դառնում է սովորական բան։ Մենք ապրում ենք դրանով։ Որ գնում եք նրանց Շիրիմին այցելության, առաջին բառը կամ միտքը, որ թեկուզ դուք ձեր ներսում նրանց հետ խոսելիս ասում եք, որն է։ Բարձրաձայն չեմ խոսում, ճիշտ ես։ Ինչ եք ասում, ինչ եք խոսում։ Միակ բառը, որ ասում եմ, կներեք։ Ինչու։ Չգիտեմ։ Ինչ որ բաներ արել եք, որի համար զգացում եք։ Չէ, ինչ որ բաներ չեմ արել։ Այ ինչ որ բաներ չեմ արել իրանց համար, այդ դրա համար։ Գիտեք, եղել է ժամանակ, Արջան, եղել է պահեր, որ կարելի էր գնալ իրանց կողքին ելնել, բայց ես չեմ գնացել։ Ժամանակ ունեի, որ գնա իրանց գրկին, իրանց կողքին ելնեի, բայց ես չեմ գնացել։ Այս սրա համար եմ ներողություն խնդրում, որ կարող է իրանց հետ երկար ժամանակ անցկացնել, բայց չեմ արել։ Կարող է երկար ժամանակ իրանց պատմությունները լսել, ես չեմ լսել։ Այս ես ուղղակի ներողություն եմ խնդրում, ասում եմ ներողություն, որտեվ այո, ես գիտեք ոնց ասում եմ, ինչքան էլ որդին փորձի փակել իր ծնողի պարտքը, չես կարա փակես։ Այ գոնե հենց այս պարտքի համար էլի որ տվածը չեմ կարողացել հետ տալ։ Իհարկե ամբողջովին չէի կարող, բայց ինչ-որ բանով կարող էի։ Արծուն, շնորհակալ եմ այսքան բաց զրույցի համար, ներողություն խնդրում են ուժեղները, թույլ մարդիկ չեն համարձակվում այդ բառն արտասանել։ Իսկ եթե մենք մեզ համար կյանքում թանկ ու մեծ արժեք ունեցող մարդկանց ասում ենք կներես կամ ներողություն,
դա նշանակում է, որ մենք եւս ուժեղ ենք։ Շնորհակալ եմ եւ մենք շարունակենք մեր զրույցը։ Ինչպես ստացվեց մուտքը արդեն կինո, թատրոն, ներկայացումներ, որտեղ է այն ճանապարհի սկիզբը։ Գյուղում ակումբ ունենք։ Այդ ակումբում պարեր, երգեր եւ այլն, բոլոր խմբակները կային, անկեղծ եմ ասում, այ հիմա որ գյուղեր եմ գնում, չկան տես բաներ հետաքրքիր։ Այն ժամանակ այդ ոգևորությունը կար, գնում էինք, այն ժամանակ շատ լավ հիշում եմ մեր գյուղում բանը 1000-ից մեկ ա եղել, որ մենք գանք քաղաք կինո նայելու, հնդկական կինոներ էինք բերում, գյուղ նայում էինք։ Այդ ամենաբանը ու այնտեղ եւ այլն։ Հետո գյուղում արդեն բացվեց թատերական խմբակ, մարդիկ եկան, բնականաբար արդեն սկսեցինք հետաքրքրվել, որտեղից ինչ եւ այլն գնում էինք, նայում էինք, դեռ այն ժամանակ ես ավելի փոքր էի, լիով ավելի մեծ էր ինքը մի քիչ իրան բան տարան, ու սկսվեց այստեղից այս ամբողջ պատմությունը։ Հետո սկսեցինք ակումբում ինչ որ բաներ բեմադրել, շատ աղոտ եմ հիշում, բայց լավ հիշում եմ, որ սովետական գաղափարախոսության հիման վրա պիտի լիներ ինչ որ բեմադրում էր, պիոներական, կոմերտական եւ այլն, ու բեմադրում էին ասենց ինչ որ բաներ։ Հետո մենք եկանք ավելի արդեն մի քիչ որ մեծացանք, եկանք աշտարակ, մեր բան կենտրոն, աշտարակի ուսուցչի տուն, այնտեղ այն ժամանակ ուսուցչի տուն կար, որ էլի շատ լավ բեմ ուներ այնտեղ ու խաղացի, առաջի անգամ, որ ես խաղացել եմ 15-16 տարեկանում ինձ հանեցին Քաչ Նազարի մեջ ես բան էի խաղում, զինվորական այդ բանը, գնացող գալացողներից է, հա, Նազիր վեզիրի պես բան էր, բայց չեմ հիշում, որ կերպար էր, որ պետքա լսներ։ Ու տեղից սկսեց, հետո արդեն եկանք Երևան։ Ու ամեն բան սկսվեց նորից։ Ոնց եմ սիրում ես մեր Երևանը։ Այո, ես եմ շատ սիրում։ Ախ, ինչ ջերմություն կա։ Հետո մի բան ասեմ, ես երբ որ երեխա ժամանակ գալիս գնում էի, այդտեղից այդ սերը տեղից սկսեց։ Ես սկսեցի սիրել, հետո ժամանակ անց եկա ու տեսա ինքը ինձ ընդունեց, կա չէ, որ պահերել նոմա, որ ինչ-որ միտեղ գնում ես, քեզ չեն ընդունում։ Այո, իհարկե։ Բայց փառք Աստծո ինձ Երևան ընդունեց, ասաց գրկեց, ես էլ իրան։ Եվ այսօր դուք էլ սիրում եք Երևանը ձեր հարազատի նման։ Շատ։ Ու նաև Երևանում շատ ընկերներ էլ ունեք, չէ՞։ Եվ դուք նաև շատ ընկերասեր եք։ Իսկ ինչպես եք ընտրում ընկերներին։ Ես իմ ընկերների ցավը տանեմ, այսպես ասեմ։ Գիտեք, անկեղծ մի հատ բան կա, որ ջղայնանում եմ մեկ-մեկ։ Ջղայնանում եմ այս վիրտուալ շփումներից։ Ես ուզում եմ գրկեմ, շփվեմ, կարոտեմ, աչքերին նայեմ, կենթանի շփումը ավելի կարևոր է։ Այո, որտեվ այդ բանը, այս հեռախոսներ, այս բաները ինձ շատ են վանում։ Ես չեմ կարողանում երկար շփվեմ։ Երկար հեռախոսով շփվում եմ, այ ընկերներ ունեմ, որ զանգում են, ուզում են հեռախոսով հարցեր բարձեն, ասում եմ, չէ, էլի, արի նստենք, համ սա առիթ է, մի հատ կխոսենք, համ էլ մի բան կանենք։ Չէ, ես չեմ կամ, ես պիտի տեսնեմ, աչքերին նայեմ, էներգիան զգամ, ջերմությունը զգամ։ Արտյոն, իսկ ով է Սարգսյան Կարինեն։ Վախամա։ Ով է նա։ Իմ երկրորդ մայրը Կարինես Սարգսյան։ Երբ եք վերջին անգամ տեսել նրան։ Սարգսյան, ես դուք հաստատ այդ Կարինեի մասին եք ասում։ Այո։ Եթե չեմ սխալվում, ձեր հին ընկերներից է։ Աբախ, նոր ես խոսում էի Կարինեի, իրանց տանն եմ մնացել, եթե։ Հենց նրանց տան պատմությունն եք դուք պատմում։ Կարինեի մասին, եթե ուրիշ հաստատ Սարգսյան Կարինեն է։ Սարգսյան Պետրոսյան Կարինի մայրը։ Ես չեմ կարող ասել, բայց ավելի լավ է մենք հենց հիմա նրան տաղավար հրավիրենք ու ամեն բան կպարզվի։ Մեզ է միանում Սարգսյան Կարինեն, համեցեք։ Վայ մեռնեմ ճանտայի դիրան։
Համեցեք Տիկին Կարինե։ Բարև ձեզ, անչափ շնորհակալ ենք։ Որ ասում եմ իմ երկրորդ մայրը, ասում եք չէ։ Վերջի անգամ ներկայացման։ Բարի գալուստ, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը։ Համեցեք։ Արդեն ուզվեցի։ Ինչպես եք Տիկին Կարինե։ Այ ես որ ասում եմ, որ իրանց տանն եմ մնացել։ Բա ես տեղ այդ պատմությունը այդ որ ասեցիր Երևան գալ այն ժամանակ ուսանող տարիներին Տիկին Կարինե's տանն եք մնացել։ Բա որ ասեցի երջանկայի շատակ ընկերոջ, բա ես տեղից Տիկին Կարինեն ձեր ընկերոջ Կարենիս մաման է։ Մայրն է։ Ես իրան տանը որ մնացել եմ, ես միշտ ասել եմ իմ երկրորդ մայրն է, որը ասեն Կարինեն ասում էր իմ այս տղեն է։ Մենք այտենց Ինչ եք հիմա ինձ հուզում ես աստիճանի, որ ես չկարողանամ։ Ես չեմ ասում ես դուք ես ինչ այս հարթակը հուզվելու հարթակը ես ինձ բան եմ, ես չգիտեմ դուք ես ինչ կապեր ունեք, ես ոնց եք ջան ինձ համար չի մենական, քեզ համար չի մենական ակնկալ, ինձ համար երբ եք վերջին անգամ տեսնվել։ Վերջին անգամ ներկայացումից հետո Պարոնյան թատրոնում եմ տեսել դու էլի անակնկալ եմ արել։ Հա, ու ասեմ, բանը տոմսեր առնում գալիս է, չի զանգում, ասենք, որ ես հրավիրատոմս ուղարկեմ, եկե տեսնում եմ, վերջում զանգում է Մաց ջան, ինձ Մաց են ասում, արծրուն եմ, բայց Մաց ինձ ասում են իմ ընկերները, իմ հատկապես մանկության, դրա համար Մաց ջան ասեց, որ Կարինեիս հետ կապված ես Վերջի անգամ բանը գետնանցումում հանդիպեցինք, ես աստիճաններով ներքևից վերև էի բարձրանում, Մացը կանգնած էր թաղապետարանի մոտ, նորքի զանգվածի, ինձ հետո տեղ հասավ։ Մեկ ես ինձ համ վայ, ես գիտեի հրեշտակները վերևից են իջնում։ Տիկին Կարինե։ Վերջի հանդիպում էինք 20-25 օր առաջ տեղ էր, հա։ Ես տպավորվել եմ։ Արծրունը ձեր տանը բնակվել է եւ նա այդ օրերը երբեք չի մոռանում եւ ձեզ միշտ շնորհակալ է, որ այդ դժվարին պահերին, դժվարին օրերին տվել եք նրան հնարավորություն բնակվելու համար։ Ինչպիսին էր նա այդ տարիներին։ Ես չէի մտածում, որ բնակվելու հնարավորությունը իրան տալ, ինձ թվում էր ինքը իր տուն է գալիս, տենց բան չի եղել, այդ հեռավոր տարիները, հեռավոր 90-ականներից եկած մեր ընկերությունը տենց ա լինում, խիստ առօրեական պայմաններում հանդիպեցինք, եթե կարելի է տենց ասել, Կուրթանի սարերում, որ այդ մեր համար առօրեական էր էլի։ Մի երկու ամիս տղզինավարժություններ բան, հետո մի օր գամ տուն, տեսնեմ դուռը բացում եմ, աշխատանքից տեսնեմ մեր տանը նստած է։ Ու այդ գնաց էլ չգնաց այսպես ասած էլի։ Որտեղ նա հարազատ ինչ որ բան զգաց այդ տան պատերին։ Կարծում եմ էլի։ Իսկ չարաճճի էր նա այդ տարիներին։ Չարաճճի էր այդ տարիներին։ Չէ, Մացս լավն էր, շատ զուսպ, լավ, խելացի, անկեղծություն ու ազնվություն, այդ երկու հատկանիշը իր ամոց գծագրված է, կարմիր թելի նման անցնում էր։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Շատ հետաքրքիր մի ազնվորություն, ինքը սովորաբար այսօր սենց շատ է խոսում, ինքը տես չի սիրում շատ է խոսել։ Ես պիտի անկեղծեմ ու ասեմ, որ մեր տաղավարում ինչ որ հետաքրքիր էներգետիկ դաշտ կա, որ հյուրերը ակամայից բացվում են։ Եվ ես դրա համար միշտ շնորհակալ եմ լինում մեր հյուրերին, որտեղ այստեղ իրականում անկեղծ զրույց է, հորինված ոչինչ չկա, նախապես սցենարով գրված, ոչինչ չունեմ իմ սցենարը։ Դե ինձ էլ էր անակնկալ, մի ժամ առաջ զանգեցին, ասեցին կգաս, ասի բայց ո՞նց են քեզ գտել Դե արդեն ես չգիտեմ ո՞նց են գտել։ Մեր թիմը իրականում հսկայական աշխատանք է կատարում, սա դեռ անակնկալների սկիզբն է։ Անակնկալները մինչև նկարահանվել շարունակվել են Արծրուն։ Տիկին Կարինե, Արծրուն, այս դեպքում հարցը ձեզ եմ ուղղում։ Հաճախ եք Տիկին Կարինեից խորհուրդներ վերցում կամ նրա խոսքերը որպես խորհուրդ ընկալում։ Բայ դու չես պատկասում։ Հա, այն ժամանակ հայերեն ասած աղջիկ վախտերես միշտ իրան լսում էի։ Այն ժամանակ։ Բայց հետո եկավ, այն ժամանակ շատ ինքը գալիս էր սիրուն դաստիարակչական բանը, էսենց ինքը սիրում էր պատմել։ Ես փառք Աստծո, ես պատիվ եմ ունեցել ճանաչելու իր ծնողներին, տեսել եմ երկուսին էլ, տեսել եմ պապային էլ, մամային էլ։ Պատիվ եմ ունեցել ծանոթանալու, ճանաչելու իր եղբայրներին, այդ հրաշք մարդկանց։ Ես իրանց ամբողջ Գերդաստանը, ամբողջ բոլորին գիտեմ, բոլորին սենց սիրում եմ, բան։
Բայց ինչն է, հետո տարիներ անց փոխվեց ինչ-որ բան եւ այլը, ու հետո ինքն է ինձ զանգում խորհուրդներ հարցնում ու այստեղ արդեն սկսում եմ լավ էլի, ցավը տամ, կար դե լավ էլի, դու բան, որ ասին Կարինե Սարգսյան, բայց ես ասում, չէ, ես դրա համար ասեցի մեր նա չէր հավատում, որ մենք կարող ենք ձեզ գտնել։ Հա, ասում եմ Կարեն Պետրոսյանի մայրը, ասում եմ, չգիտեմ։ Ես նա Կարինե Սարգսյան կարող է Կարինեն էլ կա, բայց հիմա չբերեն, բայց ես մի անգամից քո վրա եմ գնացել բնական։ Այո, դուք հենց տաղարում ասացիք իմ երկրորդ մայրը։ Այո, ես դրա համար ասի իմ երկրորդ մայրը հարցրեցի ու վախեցա, ասի, բա որ սխալվեմ։ Նա չլինի։ Հա, բայց ո՞նց կարող էր։ Ով է Ո՞վ ես դու։ Որ ասում խորհուրդ հարցնում, այդ պահնա, որ գիշերվա որ ժամն էլ լինի, թե ուրախության, թե տխրությանս պահերին իրան պետք է զանգեմ։ Ինչ հաճելի է, որ կա այս անկեղծ մտերմիկ կապը եւ ամուր բարեկամությունը։ Անփոխարինելի կորուստն ենք ունեցել երկուսս, բարեկամությունը տարիների խոսքից է գալիս, 90-ականներից հեռավոր։ Արայք ջան, եթե ես հիմա սկսեմ պատմել իմ այդ ամբողջ տարիները պատմել Կարենից հետ կապված ամեն դետալ ամբողջ երևի դու 32 հաղորդում չպիտի նկարես, որտեղ մենք իրար այդ ամեն վարքյանը մինչև հիմա իմ ուղեղի մեջ է, ամեն րոպեն, ամեն վարքյանը, ամեն կադրը, թե մենք ոնց ենք Կարենից հետ ապրել այդ 90-ական, 91 թվականին, 92 կարող եմ մի քիչ թվերը չհիշեմ, թե մենք ոնց ենք սոված ծառավ ապրել Սևանում 21 օր, բայց մենք ոնց ենք սնվել, դա մի ամբողջ դպրոց է, հիմա որ ես պատմում դա երկար կտևի, Կարինեից հետ գալիս էր, գիտես ինչն էր, ես հիմա ասեմ գաղտնիքը Կարինեից որն էր, այն ժամանակ որ ընկերության, նայում էի թե ինքը ոնց է նանոին ու Կարենին դաստիարակում, հա, այդ ազատության մեջ, երբ որ ասում եմ ծնողի ազատությունը, նա երբեք ասենք չէ, դաստիարակել չէր, այդ եմ ասում, ազատություն էր տալիս, հիմա մեր նանոն Ֆրանսիայում է, ինքը այնտեղ ամուսնացած, բան դա ժամանակ առ ժամանակ գալիս է, վերջի անգամ երբ դան արի, Փետրվարին, ծնունդի անակնկալ արեցի, ինչ անակնկալ արեցի։ Հա, ես էլ այնտեղ դրա համար վերջի անգամ եմ տեսել, բայց երեխան հետը չէր, դրա համար չի տպավորվում, մի խառնվի իրար, հա։ Վերջը, ուրեմն այդ այնց ազատ թողնում էր, Կարենս ոնց էր, գիտես ինչ, այդ տարիքի համեմատ ինքը Վունդերկինդ էր, նա գիտեր ամեն ինչ, նա գիտեր երաժշտություն, նկարչություն, թատրոն, կինո, պատմություն, լեզուներ, քաղաքական ամեն ինչից գիտեր։ Ու չգիտեմ ինչու ստացվեց այն, որոշվեց, որ պիտի մեզանից ստանի։ Ու կտրվեց այդտեղ մի ջարդվեց։ Բայց հետաքրքիր է նա, որ իր ներկայությունը բոլորիս մոտ ամեն պահի կա։ Ինքը ոնց որ սենց, այն որ ինձ էր ասում 7 ծովի մերան, ինքը իր անկերների մերանն էր։ Չգիտեմ իր մասին պիտի խոսանք թե չէ։ Ու ես շատ ուրախ եմ, որ այս կապը ոչ մի կյանքի ոչ մի փոթորիկ չկարողացավ խալխալել։ Ու հիմա ձեզ նայում եմ եւ հուզված եմ եւ հիացած եմ եւ շնորհակալ եմ։ Ասում եմ կարող է ամիսներով չտեսնենք, բայց մի վարքյան ու հոգով սրտով անդադ մտածում ենք։ Ես գիտեմ, որ ինքը չասել, ես գիտեմ, որ մտածում է, տեսեք ինձնից անկախ փաստորեն թեման շոշափվել է։ Տիկին Կարինե ջան, դուք հաճախ այս վերջերս Արծունից եք խորհուրդներ հարցնում։ Իսկ հիմա դուք նրան ինչ խորհուրդ կտաք կամ ինչ ունեք ասելու նրան այս տաղավարում։ Չգիտեմ ինչ ասեմ, այն մեր հեռավոր տարիներին, որ ասում էին, բոլորը ասում են մութ ու լույս տարիներ, այդ մութ ու լույս տարիները մեր համար ամենահետաքրքիր, ամենաուրախ, ամենակապված, sense հետաքրքիր առօրյայով ապրել ենք։ Չգիտեմ, ինքը միշտ քեզ լսի, ոնց գտնում ես, դու միշտ քո իմացածով շարժվի, դու ճիշտ մարդ ես, անկեղծ մարդ ես, ես կարծում եմ, որ կողմնակի խորհրդի կարիք չունես, ինձ որ պետք լինի, ես քեզնից խորհուրդ կհարցնեմ, Մած ջան։ Հրաշալի կին եք, տիկին Կարինե։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ենք շնորհակալ, որ ժամանակ եք գտել ու այսքան սիրուն դրական էներգիա եք ձեզ հետ բերել տաղավար եւ հենց ձեր մուտքից արդեն նկատելի էր անկեղծության մեծ չափը, որի մեջ անհնար էր թաքցնել հուզմունքը։ Հուզվեցի շատ, անկեղծության համար էլ կներեք, ուրիշ ձև չէր լինի։ Շնորհակալ ենք։ Մենք ձեզ հիմա կճանապարհենք տիկին Կարինե ու կշարունակենք զրույցը Արծունի հետ։
Վերադարձանք, որ շարունակենք մեր զրույցը Արծրուն Հարությունյանի հետ, սակայն մինչ կանցնենք զրույցին, ուզում եմ նշել, որ բոլոր եթերները կարող եք գտնել նաև մեր YouTube-յան ալիքում, պարզապես այնտեղ փնտրում եք Արայիկ Համբարձումյան էջը և գտնում մեր բոլոր եթերները։ Իսկ ձեզ էլի հեռուստադիտող անչափ շնորհակալ եմ, որ դուք շարունակում եք մնալ անդավաճան և հավատարիմ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Արծրուն շարունակենք մեր զրույցը։ Երկու եղբայր Լևոն Հարությունյան, Արծրուն Հարությունյան, որպես դերասան։ Երկուսդ էլ տաղանդավոր, երկուսդ էլ սիրված ու հայտնի։ Որ մեկդ եք մյուսից ավելի շատ մասնագիտական խորհուրդներ հարցնում։ Ոչ մեկս։ Ինչու, դրա կարիքը չունեք։ Ոչ թե կարիքը չունենք, այլ երևի պահանջը չեղե, բայց միշտ եղել է, որ ես հիմա չենք հարցնում, բայց այն ժամանակ Լյովը միշտ ավելի բան ինձ ուղղություններ էր տալիս, սա սեսպես չի, սա շատ է, քչացրու, մի այդքան բացի, իջի, լավ է, իսկ ես երբեք իրան խորհուրդ չեմ տվել։ Իսկ կերպարները տեսնելուց հետո որևէ նկատողություն կամ պարզապես խորհուրդ, որ այսպես արա էլի, որ ավելի բնական կամ ավելի շատ ընդգծվի կերպարը։ Եղել են այդպիսի դեպքեր։ Չեմ հիշում, չեմ։ Չէ, Արայիկ, չեմ կարող սուտ ասել, որտեվ դա իմիջ չէ, չեմ հորինի, հաստատ չի եղել տես բան։ Արծուն, ձեր առաջին բջջային հեռախոսնով է ձեզ նվիրել։ Կնոջս քույրը։ Աստղիկը, ու գիտեք ոնց է նվիրել, այն փոքր նոքիաները, երբ որ ես մտա տուն, գիշերվա ժամը 12-ի մոտ էր, աստղիկը, դրել էր կոշիկիս մեջ, ուր զանգ էր տալիս, ես զանգի ձայնը լսում եմ, սենց նայում եմ, որտեղից է այդ զանգը, հետո հիշեցի այդ էր։ Հիմա ես ես մի բան պիտի ցույց տամ, այս հեռախոսի մասն է խոսքը։ Oh my god, Սա այս հեռախոսն է։ Բայց ես գիտեմ, որ սա ձեր կինն է նվիրել, թե ես սխալվում եմ։ Նրանք իրար հետ բան են արել։ Պայմանավորվել են։ Չէ, գիտեք ոնց, Աստված իմ, էս իմն է։ Այո, սա ձեր հեռախոսն է։ Ես գիտեի ես հեռախոսը։ Ձեր առաջին հեռախոսն է բջջային, որը նվիրել են ձեր կինը եւ նրա կինը միասին։ Այո, իրանք իրար հետ ինչ-որ գումար էին հավաքել, բայց իդեան գիտեք ինչի հիշեցի, որ բան էր։ Գիտեք ինչի հիշեցի, որտեվ դրել էին կոշիկի մեջ, որ ես մտատուն երեկոյան ու զանգ էր գալիս։ Հիմա սա աշխատում է։ Իհարկե։ Եվ այստեղ մի իրել կա, որը Վայ քորը։ Ընկերներն են ձեր նվիրել Բելգիայից։ Խնդրեմ, սա էլ վերցրեք, սա էլ է ձերը։ Այս ընտանեկան գեղեցիկ ալբոմը նկարների։ Այ Բելգիայից է ուղարկված։ Այո։ Ձեր ընտանեկան պատմությունն է, եւ քանի որ այսպես թերթում եք ընտանիքի պատմության էջերը, եկեք մի փոքր խոսենք ձեր ընտանիքից։ Որտեղ եք ծանոթացել ձեր կնոջ հետ, ով է նա եւ քանի զավակ ունեք։ Տվեք ինձ այդ իրերը։ Տվեք։ Բայց կտակ ինձ չէ։ Անպայման, սրանք ձերն են միանշանակ։ Ես ո՞նց են դա, չեմ հասկանում։ Կհիշեք այն օրը, երբ հանդիպեցիք ձեր կնոջը։ Իհարկե։ Որտեղ էր այդ հանդիպումը։ Կարնեն նոր մի քիչ առաջ որ էստեղ էր։ Կարների մաման Տիկին Ռոզան։ Մենք տատին մաֆիոզ էինք ասում, ինք ամեն տեղ կար։ Ահա։ Դե ես արդեն մեծանում էի։ Ինձ ամեն անգամ տատին բան, ուսնանալու ժամանակ, դե լավ ասի, վայ, դե չկա տես մեկը բան։ Ռոզա տատին ուներ ընկերուհի, Սաթիկ տատիկը, որը կնոջ տատիկն է։ Սրանք իրար էջ ներքին համաձայնության են գալիս, զանգում են իրար ինչ են անում, ու մի օր որոշում են, որ ես պիտի հանդիպեմ կնոջս, տեսնեմ առաջի հանդիպումը։ Գնացինք իրանց տուն, կինս այդ ժամանակ գտնվում էր հոր մոտ Ուկրաինայում, այնտեղ հայրը
այնտեղ էր ապրում, ես գնացի իրանց տուն, բան նկարները բերեցին, ցույց տվեցին, նայեցին բան, հետո կնոջս տատը զանգեց, արագ, բան, ինչի համար եմ ես ամեն ինչը երկար պատմում, որտեվ Կարն է նույնիսկ իմ ընտանիք կազմելու, իմ ընտանիք կազմելու մեջ իր մեծ ներդրումն ունի, որտեվ ես չեմ կարող իմ ամբողջ կյանքում այդ դրա համար եմ ասում, այդքան հարազատ մարդկանց ոնց է գտնում իմ, ասենք, հեռախոսը, որ ես դրանով իմ առաջի քայլերն եմ արել դեպի գործ, բան, առաջի զանգերը, բան, գործնական զանգերը ստացել եմ, բան, ես դա իմ համար ուղղակի ցնցող է։ Ու այդտեղ եկավ կինս, հետո գնացինք, հանդիպեցինք ու առաջին անգամ, երբ որ ես գնացի իրանց տուն իր գալուց հետո, ասի արի մի հատ նարդի խաղանք, ասի խաղալ գիտես, բահա, ինքդ ես բանով, սենց, ասեց, հենց ընձի կրես, ես քեզ կուզեմ, եթե կրվես չեմ ուզելու։ Պայման, հետաքրքիր պայման է դրվել։ Բայց ինքը մաթեմատիկա, ինքը շատ ուժեղ խաղում։ Եվ ով կրեց։ Ինքը։ Բա հետո ոնց եղավ որ ամուսնացաք։ Ոնց։ Ով պայմանախոսեց։ Ասեցի մենք չենք պայմանավորվել մի պարտիա թե երկու պարտիա։ Ստեղ արդեն այդ ին վարպետությունը ասի, ես չեմ ասեմ մի պարտիով որ կրվի։ Արի հիմա պայմանավորվենք, ով որ 3 պարտիա կրի, վերջ։ Խաղացի ու փառք Աստծո։ Ինքը մնաց այդ մեկի վրա, ես 3 հատ կրեցի։ Միգուցե դիտավորել նա պարտվեց։ Կարող է։ Այդ արդեն իր հետ պիտի քննարկենք։ Ու տեղից արդեն հանդիպեցինք, հա հետո հիշում եմ ամենաառաջին մեր պայմանավորվածությունը, ժամադրությունը, դե այն ժամանակ շուշուտ ժամադրվում ենք լիքը աղջիկների հետ բան, որպես կանոն ուշանում էին։ Որպես կանոն բոլորը ուշանում էին Իսահակյանի արձանի մոտ բանման, որ պայմանավորվեցի, ասի ես չեմ սիրում ուշանալ, ընդամենը 2 րոպե ավել եմ սպասելու։ Ես գնացի հանդիպման վայր, տեսնեմ ինքը կանգնած է։ Իսկ եղավ մեծ հարսանիք։ Արել ենք, մեծ, գիտեք ոնց էր, 95 թվականի նոյեմբերի 11, այն ժամանակ հովարային անջատումներ, մենք Սասունիքում արեցինք մեր հարսանիքը։ Վրանների տակ։ Չէ, մեր տան մեջ ենք արել։ Տան մեջ։ Հա, մեծ, ասես, մոտ հյուրասենյակ 40 քառակուսյանոց զալ ունեինք, տեղ հավաքվեցինք, արեցինք, որտեղ այդ ժամանակ շատ բարդ էր։ Բանը որտեվ լույս չկար, բան չկար, հետո լույսերը տվեցին ժամի 9-ի մոտ երկնոր սկսեցինք բարել, sense բան անել, հա։ Հա, գնացել ենք եկեղեցի, ամեն ինչը նորմալ բան փառքասո։ Սակադրվել եք եւ քանի երեխա ունեք։ 2 աղջիկ։ Մեծ աղջիկս ծնվեց 97 թվականին, փոքրս 99-ին, ես հիմա արդեն ունեմ 2 թոռնիկ։ Այո։ Այո, թոռներ ունեք։ Այո, մեծ թոռնիկ։ Երջանիկ պապիկ եք դուք։ Վախ, թոռնուհիներս մեկը մյուսից հետաքրքիր, մեծս արդեն 3 տարեկան է, փոքրս կդառնա շուտով 8 ամսական, մի ուրիշ էներգետիկա է։ Գիտեք, մարդու կյանքում այնքան լավ բան կա, ես երբ որ արդեն մի քիչ մեծանում եմ, սկսում ես մտածել, խորհել, որ ամենք ու մի ապրած այդ տարիքային տարիները, հա, պիտի ապրես ամեն ինչը տեղին վայելելով այդ ամեն ինչը, հա, այն որ մեկ բողոքում են, վայ, ես իշ կյանքա, ոչ, պիտի անցնես այդ ամեն ինչ, էտապները բոլոր այնքան սիրուն է։ Արծրուն, ինչ է ձեր կարոտի անունը։ Կարոտ։ Գիտես ինչքան եմ կարոտում։ Կարոտ, որի մեջ սեր կա։ Կարոտ, որի մեջ կարոտ կա, կարոտ։ Ես մեկ որ մարդկանց բարեմաղթանք եմ ասում եմ չդադարեք կարոտելուց։ Գիտեք, այս նորագույն ժամանակաշրջանում, այս նոր տեխնիկայի դարաշրջանում այնքան վատ բան կա, դադարել են մարդը մեկին կարոտել։ Այն ժամանակ, երբ որ ձեռքով նամակ էին գրում, այն ժամանակ, երբ որ ձեռագիրեր այդ նամակի այդ էներգիան, այդ բան, այդ կարոտի զգացողությունը, հիմա կա, ասենք, տեսնում ես, խոսում ես, հետը զրուցում ես, այդ բանը, չէ։ Բայց հետո որ իրան տեսնում ես, այլեն ջիգարով չես գրկում, որը որ առանց տեսնել պիտի լիներ։ Այդ կարոտի անունը կարոտ է։
Այո։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեիք, ինչ անուն կտայիք այդ գրքին։ Չափսոսալ։ Բրավո, հրաշալի վերնագիր ընտրեցիք։ Դուք հաճախ եք ափսոսում։ Դուք նշեցիք չափսոսել, չէ՞։ Այո։ Բայց դուք կյանքում հաճախ եք ափսոսում։ Ուզես չուզես գալիս է դες բահեր։ Քիչ առաջ որ խոսում ենք, ես ափսոսում էի, որ ուշ էի գնում ծնողներս տեսնելու, ուշ էի իրան։ Այսպես բահեր կա, որ ուզես չուզես։ Բայց որպես այդ ուժը, այդ էներգիա տեղ լինի, պիտի փորձես չափսոսել։ Հա, սենց։ Կյանքում ավելի շատ լռությունն եք սիրում, թե աղմուկը։ Լռություն։ Ինչու։ Լռության մեջ ինքան աղմուկ կա։ Առավել ևս այս վերջի շրջանում ինձ լռությունը շատ ավելի բան է։ Լռություն ու լռության մեջ բնության ձայնը։ Հատկապես որ դուրս եմ գալիս, որ ժամանակ եմ ունենում գնալ բնության մեջ գետի ձայնը, թռչունների ձայնը, քամով սվոցը, տերևների խշշոցը։ Ես այդքան այս ամեն ինչը որ սենց մի անգամ հասկացա, որ այս ինչ մեծ օրկեստր է ստեղծել բնությունը։ Այս ինչ ճիշտ է դրված այդ ամեն նոտաները, քամու արագությունն, ծիտիկների ձայնը, թռչունների ծվծվոցը եւ այլն, ջրի խշշոցը, այս ամեն ինչը։ Ու մեկ էլ հանկարծ եթե մեծ լավ հզոր լսողություն ունես, այն գետնի տակից մրջունների քայլքը որ կարանաս լսես, կամ որդերի շարժը։ Արծրուն, քանի որ դուք հիմա գտնվում եք խոստովանության տաղավարում, ում ինչ կխոստովանեք այս պահին, ինչ ունեք ասելու։ Ինչ ցավոտ է տալիս այդ հարցերը։ Վախենում եմ մեկին խոստովանեմ, մյուսը նեղանա։ Ես իմ մեղքերն ունեմ։ Ես էլ եմ մարդ ու ես էլ լիքը մեղքեր ունեմ։ Կարող անգիտակցաբար ինչ-որ մեկին նեղացնելու համար չեմ գիտակցել, չեմ հասկացել, բայց այդ մեղքի եթե ինչ-որ խոստովանում եմ, եթե ինչ-որ մեկին թեկուս անգիտակցաբար, գիտակցաբարներին ավելի շատ, եթե նեղացրել եմ, խոստովանում եմ, որ դա ես չեմ արել, ես չեմ հասկացել, ես ամենան չեմ, ես կարամ սխալվեմ։ Ուղղակի դուք էլ ինձ հասկացեք, որ լինում են պահեր, որ այդ պայթյունները, այդ բաները պիտի լինի մի քիչ Գիտեք ինչ, ուզում եմ խոստովանեմ, որ էլ չեմ անի սխալ, էլ չեմ անի, վերջ։ Շնորհակալ եմ, շատ անկեղծ եք, Արծրուն։ Չեք պատկերացնի, որքան եմ գնահատում ձեր անկեղծությունը։ Բա դուք ինչքան ոնց եք ստիպում դուք մարդուն այսքան բացվելու, ասենց 1000 տարի է ես ասենց բանը ադրենալին չի զգացել, որ սիրտը ասենց արագ Իսկ մենք էլ միշտ ուրախանում ենք, երբ մեր հյուրերն այսքան անկեղծ են։ Դուք իրականում ամբողջովին բացվել եք այս տաղավարում եւ մենք մանկությունից սկսած եկանք հասանք այսօր էր ձեր կյանքի պատմության էջերը թերթելով եւ կամած մոտենում ենք գաղտնի նամակին, որովհետեւ ինձ մոտ կա մի ծրար, որի մեջ ձեզ ուղված նամակն է Արծրուն։ Իսկ թե ով է նամակի հեղինակը, պարզ կդառնա այն դեպքում, երբ որ դուք բացեք եւ բարձրաձայն կարդաք նամակը։ Եթե չկռահեք, մենք ձեզ անպայման կհուշենք, թե ով է նամակի հեղինակը։ Էսելու վերջ։ Այո։
ու հիմա տեսնենք, թե ով է ձեր նամակի հեղինակը։ Շատ ափսոս, որ տպագիր է։ Այո, որ չկռահեք։ Կարդանք բարձրաձայն։ Գիտես հարցրուն։ Տարիներ առաջ ինձ զարմացնում էր այն, թե ինչպես ես դու կարողանում միաժամանակ լինել մի քանի վայրկյանում հեռուստացույցի մեջ, սեղանի շուրջ, բեմում ու ամեն վայրում տարբեր արծրուններ նույն աչքերով։ Գիտես հարցրուն, աչքերը չեն ստում, քո աչքերը նույնպես նրանք ասում են այն, ինչ լեզուդ երբեք չի համարձակվի ասել։ Ու ես սովորել եմ կարդալ քեզ քո լռության մեջ։ Հետաքրքիր է, դեռ ոչ միտեղ չի տանում։ Գիտես հարցրուն, որքան արժեքավոր է քո լռությունը, որքան ուժեղ, որովհետև դու երբեք չբարձեցար։ Քո ներկայությունը ավելին է ասում, քան քո որևէ ճառը։ Դու խաղում ես կերպարներ, բայց երբեք չես կորցնում իրական արծրունին։ Գիտես հարցրուն, քո կերպարներից ամենաշատը ընկերաշոտին եմ սիրում։ Հոգատար, ընկերասեր, ուժեղ ու մեծ կերպար, այնպիսին, ինչպիսին իրական արծրունը, ով ապրում է կուլիսների ետևում։ Գիտես հարցրուն, որքան արժեքավոր են քո ստեղծած կերպարները եւ որքան արժեքավոր ես դու, ոչ միայն որպես դերասան, այլ որպես մարդ, որ կարողանում է լույս լինել, առանց ուշադրություն պահանջելու դրա համար։ Իսկ գիտես հարցրուն, ինչքան ենք քեզ սիրում։ Իրականում նամակները այնպես են գրվում, որ հյուրը անմիջապես չկռահի, թե ով է նամակի հեղինակը, բայց ձեզ համար շատ հարազատ, շատ թանկ մի մարդ է նամակը գրել։ Նա նույն ազգանուն ունի, ինչ որ դուք։ Տղամարդ չէ։ Եվ նամակի հեղինակը ձեր դուստր Անի Հարությունյանն է։ Վայ մեռնեմ ես քո ջանին։ Հենց այսպիսին է Անի նամակի բովանդակությունն, այսպես է ձեզ բնութագրել։ Ամեն ինչ ուրիշ տեղ էի գնում, ես իմ երեխեքի վրա չէի գնում, վայ սրտիկես, իմ տորնիկնոյ։ Անին ձեր ավակ դուստերն է, հարցրուն։ Հենց նրա խոսքերն են այս նամակի մեջ։ Անի, անչափ շնորհակալ ենք ձեզ նամակը գրելու եւ մեր տաղավար ուղարկելու համար։ Շատ հետաքրքիր բովանդակություն ունի ձեր նամակը, ձեր մտքի թռիչքն էլ անսահման է, շնորհակալ ենք։ Անչափ շնորհակալ ենք ձեր ներկայության եւ անկեղծ խոստովանությունների համար։ Ես հոգաչափ ձեզ շնորհակալ եմ, որովհետեւ իրականում չշրջանցեցիք եւ ոչ մի հարց եւ բոլոր հարցերի դեպքում միշտ եղաք անկեղծ ու բաց ձեր դաշտով։ Ես եմ շնորհակալ Արայիկին, շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտող, այսպիսին էր սիրված դերասան Արծրուն Հարությունյանի կյանքի պատմությունը եւ խոստովանությունը։ Դուք էլ խոստովանեք, միգուցե վաղն արդեն ուշ լինի։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր խոստովանություններով։